օգտվեմ արդից, որ շունչ քաշեցիք եւ հարցնեմ գրադարանի մասին, սիրելի հեղինակի կամ սիրելի գրքի մասին։ Սա այն գրադարանի մի մասն է, որի վրա տարիներ ծախսելու արդյունքում ես կոտրեցի աչքերս եւ հետո 3 անգամ ենթարկվեցի վիրահատությունների։ Ուստի այդպիսի հեղինակներ այստեղ շատ են, բազմաթիվ են, բազմապիսի են։ Ժուլվերնից սկսած Էժենսյուով ավարտած Ներարիալ Շիրվանզադե, Թումանյան եւ այլն։ Բայց արդյունքը ակնհայտ է, դուք այն քիչ պատգամավորներից եք, որ թերթից չի կարդում, այսինքն թղթից չի կարդում, այլ կարողանում է հանգիստ շփվել եւ խոսել։ Երևի պատճառներից մեկը շնորհակալ եմ գնահատականի համար։ Չէ, ես անկեղծ եմ դա ասում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի եւ կառավարության մեջ եւ պատգամավորների մեջ եւ պաշտոնյաների մեջ չկարդացող թղթից իրենց միտքը, սեփական միտքը սահուն արտահայտող մարդիկ քիչ կան։ Երբեմն ինձ դրա համար քննադատում են, ասում են իր խոսքերը միշտ այսպես Սառնարանից մի հարգարժան հեղինակ մի թերթում վերջերս գրել էր, նման են Սառնարանից հանած պատրաստի բառակապակցությունների։ Հիմա ես փորձում եմ այդ ֆուտուրիստական ելևէջների մեջ գտնեմ համադրելիությունը խոսքերիս, այդուհանդերձ կատարելագործելու խնդիր կա իհարկե։ Ես գիտեմ, որ դուք զանգերի հավաքածու ունեք հետաքրքիր եւ կարծում եմ 1-2 զանգի մասին կխոսեք, եթե կա այդպիսի հետաքրքիր օրիգինալ զանգ։ Ամենահետաքրքիր զանգը սա է, որը հայտնվել է մեր հավաքածուում սրանից մոտ 50 տարի առաջ, երբ ես դեռ գոյություն չունեի եւ պապիկս եւ գոյությունս նույնիսկ կարելի էր կասկածի տակ դնել, նա զբաղեցնում էր բավականին բարձրաստիճան եւ պատասխանատու դիրք մեր պետության մեջ եւ եթե չեմ սխալվում, թե Խորհրդային Միության դեսպանը Հնդկաստանում, թե Հնդկաստանի դեսպանը Խորհրդային Միությունում, բայց ինչ որ մի դիվանագիտական կարգավիճակ ունեցող հնդկաստանցի այս զանգը նվիրել էր իրեն, որից հետո էլի զանգեր են առաջացել աստիճանաբար, հետո ես շարունակել եմ հավաքածուի ընդլայնման գործընթացը, այստեղ կան շատ քաղաքական զանգեր, ձեզ հայտնի եւ ժողովրդի կողմից ընդունվող ու չընդունվող տարբեր գործիչների կողմից նվերներ, ինձ հարազատ շատ մարդկանց կողմից, ընկերական շրջապատս գիտի, որ որևէ երկրում լինելիս անպայման անհրաժեշտ է վերադառնալ զանգով, թե չէ հետո պատասխան։ Անուր ազգային ժողովի դեպ ում ելույթներն են ձեզ անընդհատ նյարդայնացնում, որ տանել չեք կարողանում նրա ելույթը։ Չկան այդպիսի ելույթներ։ Շատ էր։ Չկան այդպիսի ելույթներ։ Լուր։ Նորմալ է, ես հանդուրժող եմ։ Այո, ազգային ժողովում ելույթներին հանդուրժող եմ, որտեղ դա աշխատանքային միջավայր է եւ ելույթ ունենալը, այդ թվում ելույթ ունենալը գործընկերներիս աշխատանքային պատգամավորների մեջ է։ Գրեհիկ արտահայտություններով, փողոցային լեզվով այնտեղ ելույթ են ունենում եւ անիմաստ անհեթեթ բաներ են խոսում, կա չէ՞ այդպիսի բան այն ամենայն։ Եկեք մի տարեք ինձ պրովոկացիոն դաշտ, բայց այո, կան այդպիսի բաներ։ Տանում ենք դեպի զենքերը։ Կրակում են, թե բուտաֆորիա է։ Ոչ, մակետներ են, անշուշտ մակետներ են, հետևաբար ոնց որ թե չեն կրակում։ Բայց կարծեմ դուք իրավունք ունեք զենք կրելու։ Պատգամավորները իրավունք ունեն զենք կրելու զենքի եւ ինքնապաշտպանական միջոցների մասին օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, պարզապես դրա համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակ, համապատասխան գործառույթ, համապատասխան նախասիրություն, օրինակ յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել որսորդ եւ ստանալ որսորդական զենքի իրավունք։ Մինչեւ դուք որոշեք թե ինչ եք մեզ ցույց տալու, ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը եթեր գնալուց 1 շաբաթ անց կարող են դիտել Չէին սպասում ԿՏՄ կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Դե ցույց տվեք ինչ ունեք այստեղ։ Այստեղ ունեմ ընտրանի այն բազմաթիվ իրերից, որոնք տարբեր ժամանակներում հավաքել եմ եւ շարունակում եմ ելի հավաքել։
ընտանեկան ավանդույթ հանդիսացող կրակայրիչներ, կրենական պիտույքներ, աքսեսուարներ, գրիչներ մասնավորապես եւ ժամացույցներ հիմնականում գրպանի, ձեռքի խորհրդային արտադրության հիմնականում Սա պապիկից եկած հարստությունն է։ սա Նաեւ ընտանիքում տարբեր անդամների ներդրմամբ, այսպես ասեմ, սկսած բան է, ինչը ես փորձում եմ շարունակել եւ որոշակիորեն շարունակում եմ։ Հավաքել սիրում եմ տարբեր բաներ։ Ամենակարևորը խոստումներ, որոնք ինձ տալիս են տարբեր մարդիկ, այստեղ չի լինում դա պահել։ Արանքներից ճեղքերից թռնում են դուրս, կորում են։ Դրանք պահում եմ հատուկ տեղ։ Ախր падգամավորները խոստումներ տալիս են եւ ուղղակի տալիս են։ Այստեղ պահում եմ այն, ինչը կարելի է ցուցադրել, այն ինչը ինչ որ մի բանով կապված է, յուրաքանչյուր առարկա այստեղ դրված ինչ որ մի ասոցիացիաներ ունի, իր հետ կապվող եւ հաճելի ասոցիացիաներ։ Իսկ ձեր ասացի մասով դուք գիտեք ինչպես պարզել, երբ է падգամավորը սուտ ասում։ Աչքերի մեջ նայել, հա։ Ոչ։ Թե ինչքան ճոռոմ խոստում է, այդքան մեծ սուտ է։ Ոչ, падգամավորը սուտ է ասում, երբ նրա շուրթերը շարժվում են։ Անեկդոտ Շատ հետաքրքիր է։ Ահա, եւ մենք բարձրանում ենք երկրորդ հարկ։ Այստեղ հետաքրքիր նկարներ ունենք, ովքեր են հեղինակները։ Այս եգիպտական պապիրուսի հեղինակը Սամվելն է, որպես ինձ մտերիմ անձնավորություն եւ աշխատակազմից ներկայացուցիչ, անակնկալ մեզ պարգևեց ինչով մի օր գիշերը մթանը, երբ որ լույս չկա, այստեղից անցնելով տանեցիների հետ նկատեցինք, որ ուրեմն պապիրուսի վրա պատկերված է ոչ թե ծառ, այլ կատու։ Հիմա որքանով էլ որ պարադոքսալ է ասածս զարմանալի եւ ոչ հավատալի, բայց այդպես է։ Համեցեք մի օր գիշերը, մինչև երեկո կսպասենք։ Դա պարոն Իխանյան, ո՞նց մեր երկիրը ոտքի կանգնեցնենք։ Ազնիվ, պատասխանատու, աշխատելու ունակ, սիրտ, հոգի, կամեցողություն, դիմացինի փոխարեն սեփական անձը դնելու ունակ մարդկանց որոշիչ դարձնելով, որոշումների դաշտ բերելով։ Այսինքն պետք է սիրել ժողովրդին։ Այսինքն պետք է նախ եւ առաջ լինել պարկեշտ անձնավորություն, ունենալ համարժեք հոգեկերտված, կայնույթև մասնագիտական կարողություններ, իսկ պարկեշտ մարդը չսիրել մերձավորին, մարդուն, իր նման արարածին եւ առավել եւս ժողովրդին, ումից ստանում է տվյալ հաստիքում աշխատելու որպես կառավարիչ, ղեկավար, պաշտոնյա լիազորություն չի կարող, նորմալ մարդը չի կարող, նորմալ մարդկանց բերեք որոշումների դաշտ, նորմալ մարդկանց դարձրեք մոդայիկ ու տվեք հնարավորություն Պարոն Իխանյան, մինչև այդ կերակրամանին հասնելը կարծես թե բոլոր ազնիվ են ներկայանում, ազնիվ նպատակներ ունեն, հենց հասնում են այդ կերակրամանին, միանգամից փոխվում են մարդկային որակները եւ տեսակը։ Ես նկատել եմ դա արդեն մոտարապես 2, 3, 4 ընտրություններ։ Այս հարցը ունի մեկ պատասխան, ըստ մեկ։ Իսկ դուք ինչպես կանեիք։ Ես չեմ ձգտում դեպի այդ կերակրամանը։ Ուրեմն չձգտողներին, հիանալի բան եք ասում, չձգտողներին բերեք։ Չձգտողներին, այո։ Իսկ ով ասաց, որ իշխանություն պիտի տա ժողովուրդը նրանց, ովքեր պատառոտում են իրենց այդ իշխանությանը հասնելու համար։ Միջալոց նոր վարչապետ, նոր նախարարներ, ձեր գնահատականը։ Պատառոտել բառից հիշեցիք դա, թե ինչպես։ Չէ, ուղղակի։ Գնահատականս հետևյալն է։ Ես կուզեի, որպեսզի Հայաստանի կառավարությունը ֆունկցիոնալ գործառույթներ իրականացնի, երկրի ղեկավարմամբ զբաղվի։ Եվ չեմ տեսնում վերադասավորումների ներիշխանական ռեստրուկտուրիզացիայի մեջ չեմ տեսնում հեռանկարային ընդհանրապես որևէ մոտեցում վերաբերմունք։ Պատահական չէր, որ առաջին հարցը գործող վարչապետին լիագումար նիստի ժամանակ տվեցի հենց այդ իմաստով։
2-3 ամիս հետո դուք ինչ եք անելու, կարող եմ մի առաջարկ ստանաք լավ աշխատանքի տեղափոխվեք, որովհետև ես չեմ տեսնում հեռանկար 6 ամիս հետո գործող կառավարության մնալու իմաստով։ Հետևաբար չեմ կարողանում ընկալել, թե ինչ են նրանք պատրաստվում մատուցել երկրին ու ժողովրդին 6 ամիս հետո։ Այս իմաստով մոտեցումն անլուրջ է։ Պարոն Միլքանյան, դուք շատ հաճախ խոսում եք արդյունավետ կառավարման մասին։ Ավելի հաճախ անարդյունավետ կառավարման մասին։ Այո, բայց խորհուրդ եք տալիս արդյունավետ կառավարել։ Դուք ձեզ որ պաշտոնում եք պատկերացնում։ Ոչ մի։ Բա ոնց կլինի։ Ես երջանկության մեջ կլինեմ, իմ կյանքը ավելի հաջողված կլինի, կարծում եմ, եւ ինչ իմաստով մեկ անգամ ֆիզիկական անձին մեկ անգամ Աստծո կողմից տրված կյանքը կօգտագործեմ ժամանակային իմաստով ու հնարավորություններից կօգտագործեմ ընտանիքիս, ընկերներիս հետ շփվելու վրա, ասենք ինչ որ ձեռնարկատիրությամբ զբաղվելու վրա, հարստանալու, սեփական կյանքը բարեկարգելու, ինչպես բոլոր մարդիկ, ինչպես բոլոր մարդիկ, այդ թվում նաև դուք։ Իսկ պետական կառավարման համակարգում, այն էլ ծանր կացության մեջ գտնվող երկրի կառավարման համակարգում, դա բացառապես պատասխանատվություն է։ Մենք հիմա գտնվում ենք միտեղ, որտեղ մեր անձնական սենյակներն են, այդ թվում ննջասենյակները, եւ կարծում եմ ձեզ ավելի շատ կհետաքրքրի այս դուռը, որը դուք կարող եք բացել, իհարկե։ Ահա, աշխատասենյակ։ Փաստորեն այս ձեր պատասխանից կարող եմ ենթադրել, որ դուք երկրի ղեկավարի դերում ձեզ չեք տեսնում։ Առնվազն ես չեմ այն տեսնող չտեսնողը, որը պիտի տեսնի կամ չտեսնի եւ պատասխանի այդ հարցին։ Ժողովուրդը, հանրությունը պիտի որոշի։ Ես իհարկե ոչ, ես չեմ տեսնողը։ Ընտանիքի դուք պատրաստ եք լինել ժողովրդի ծառան, մի խոսքով։ Այդպես պատասխանեցիք։ Մերձավոր բարեկամների լուսանկարներն եք հիմա պատկերում, իսկ ծառա լինել պատրաստ չեմ, բայց ծառայել պատասխանատվությամբ պարտականություններս կատարելով իհարկե։ Չէ, մոդայիկ է դարձել քաղաքական գործիչները հիմա ասում են մենք ձեր ծառան ենք, ժողովուրդ։ Չէ, մենք ծառայում ենք ձեզ։ Ես ոչ մեկի ծառան լինելու անկեղծ ասած ցանկություն չունեմ դեմոկրատական հասարակարգում ապրելու ընթացքում։ Փոխաբերական իմաստ։ Բայց ծառայել անշուշտ պատրաստ եմ։ Մրցանակներ, մեդալներ, հա? Մրցանակներ չկան, մեդալներ կան, այո, եւ որն է ամենա արժեքավորը ձեզ համար գնահատականի առումով, որ գնահատել են ձեզ։ Որպես գնահատական չեմ կարող ասել, բայց շատ արժեքավոր է Մինսկի մարաթոնի հուշամեդալը։ Որ մեկն է։ Աչից առաջինը։ Պարոն Միլքանյան, հարստանալուց եք խոսում, ենթադրում եմ, կարող է վարկեր ունեք։ Բա ես նորմալ մարդ եմ, նորմալ հայաստանցի եմ, իհարկե։ Վարկեր ունեմ, բազմաթիվ վարկեր ունեմ, սպասարկում եմ այդ վարկերը տոկոս մարելու իմաստով երկար տարիների հետ։ Սա լուրջ խոսակցություն է, ունեք։ Ինչպես բոլոր հայրենակիցներս եւ մի օր ազգային ժողովի ամբիոնից, երբ քննարկում էինք կենտրոնական բանկի գործառույթները, այսպես ասած, հանդես եկա մի քննադատող ելույթով, ուրեմն ինձ կառավարող թիմը ներկայացնողներից մեկը այդ կենտրոնական բանկի, ասենք, ղեկավարը, այսպես ասեմ, մարդկանց կոչենք իրենց պաշտոններով, ասաց, այ ես ոչ եմ բացահայտում գաղտնիք ձեր ավանդների մասով, եւ այն պատասխանը, որ ես ամբիոնից հնչեցրեցի, ավանդների բացակայության իմաստով, ասել է, թե ձեր կողմից ղեկավարվող բանկերում ես միայն վարկեր ունեմ, իրականության ամբողջովին համապատասխանում է, այո։ Պարզեպ այստեղ հետաքրքիր եմ տեսնում, ես խնդրում եմ ներկայացնեք, իսկ մինչև ներկայացնելը եւս մեկ անգամ հիշեցնել է հեռուստադիտողին, որ այս հաղորդումը կարող են դիտել Չեն սպասում ԿՏՄ կայքում, եթե գնալուց մեկ շաբաթ անց եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մյուս բոլոր հաղորդումները։ Ժիրինովսկին է հա ձեզ հանդիպել եւ ժամացույց նվիրել։ Ճիշտ ասած, այնպես ստացվեց, որ ես հանդիպեցի իրեն, բայց այո, ինքը նվիրեց այդ թվում։ Ժիրինովսկին նվիրեցավ մեկը ձեզ եմ նվիրում հենց այս պահին։ Տարբեր տարիների ընթացքում տարբեր մտքեր, հոդվածների տեսքով, որոնք զետեղվել են մեկ վայրում։ Անվանական ժամացույցներ են այստեղ հիմնականում, այո, տարբեր առիթներով
Պարոն Իխանյան, ամենամեծ սուտը, որ ասել եք ձեր կյանքում, ո՞րն է եղել։ Ցավով պիտի նշեմ, որ դրանք շատ են եղել, բայց դրանք եղել են այն ոչ լիարժեք կայացած գիտակցության ժամանակահատվածում, պատանեկության տարիներին, խորը երիտասարդության, չգիտես ես հիմա եմ երիտասարդ դեռ ոնց որ թե Աղջիկներն եք խափում, թե ընտրողներին։ Եվ եթե լուրջ, հիմա կասեմ, անձնական ազատության խնդիր ունեմ, ստի հետ կապված։ Ես չեմ ուզում եւ չեմ ստիպված որևէ մի բան ասել, որը պարտավորված չեմ ուզում։ Սուտ չասելը ոչ թե լավ թե վատ լինելու հատկանիշ է, այլ անձնական ազատության խնդիր է։ Ինչի պիտի ես որևէ մեկին սուտ ասեմ։ Աղջիկներին սուտ ասեմ, որ ինչ անեն, ինձ սիրեն, ինչի սիրելու քիչ բան կա։ Ընտրողներին սուտ ասեմ, որ ինչ անեն, որ ընտրեն, ինչի ընտրելու քիչ առիթ կա։ Ապրել է պետք այնպես, որպեսզի ստելու համար չսահմանափակես քո ազատությունը։ Եվ նույնիսկ իմ գործավար օգնականին հրահանգված է, եթե մարդ է զանգահարում աշխատասենյակում, չի կարելի ասել նա տեղում չէ, օրինակ, եթե ես տեղում եմ։ Տանտումված բան է։ Ավելի լավ է ասել, որ նա չի պատրաստվում պատասխանել հեռախոսազանգ։ Ես ստիպված չեմ ու չեմ լինելու սուտ ասել։ Դրա համար այդ որ ասում եք մեծ, փոքր, հիմա առանձին գլուխ գովալու առիթ չդառնա։ Եկեք այսքանով սահմանափակվենք, կարծում եմ հասկացան։ Գնանք այն կողմ եւ տեսնենք ինչ ունեք այնտեղ եւ ես հարց ուղեմ ձեզ, հա։ Ձեզ համար ով է Հայաստանի Հանրապետությունում լավագույն քաղաքական գործիչը, ըստ ձեզ ով է։ Եթե կան, չգիտեմ, միգուցե չկա։ Կան լավերը կան, իհարկե, բայց եթե ես հիմա մեկին նշեմ, դժվար հետո նա իր վարկանիշի կտրուկ թռիչքի համար ինձ վարձահատույց լինի։ Կան այդպիսի մարդիկ, իհարկե, կան կրկնօրինակելու առիթ տվող մարդիկ եւ հարգանքի արժանի մարդիկ։ Իսկ եթե մեծացնենք փակագծերը, ոչ միայն Հայաստան, աշխարհում ըստ ձեզ լավագույն քաղաքական գործիչներ աշխարհում էլ են եղել, կլինեն։ Այնպես որ կան իհարկե լավ մարդիկ, շատ կան լավ աշխատող մարդիկ, շատ կան քաղաքականության մեջ էլ կան, Հայաստանում էլ կան։ Դե հիմա ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Հին հեռախոսը աշխատում է։ Այո։ Հին հեռախոսը մեծն ակադեմիկոս Վինոգրադովի հեռախոսն էր, որը վախտի բերմամբ այնուհետև ինձ հասավ Սովետական միության գիտությունների ազգային ակադեմիայի շենքից, այսպես։ Ինչ ճանապարհներով չեմ ասի։ Պարզ է։ Ինչով եք հպարտանում, պարոն Իխանյան։ Ընտանիքովս։ Ընտանիքիս անդամներով առանձին եւ իրանց ընտանիքի անդամը լինելու պատվով։ Ընկերներովս, ընկերներիս ընկերը լինելու պատվին արժանանալով մնացած ամենը այդ դրա համեմատ երկրորդական երկրորդական ամենամեծ դասը ո՞րն է եղել։ 37-ից ավելի տարվա ընթացքում ստացած դասը, ճիշտ այդքան ես ապրում եմ։ Կյանքի։